Ողջույն բոլորին, դուք գտնվում եք Դիագնոստիկայեմ YouTube-յան ալիքում, ձեր հետ ես եմ Գարիկը ու մեր անցած ռուբրիկայի շարունակությունն է, այսօր նոր մեքենա ունենք BMW G30 540i X-Drive, դիմավորեք։ Ուրեմն ինչա արած այս ավտոյի հետ։ Այս ավտոյի մոտորը, սոֆթը փոխածա Stage 2 Plus-ը արածա Diagnostica-ի custom-ի individual soft-ով Stage 2 Plus-ը sense պալնացենի ստանալու համար անհրաժեշտ է եղել փոխելու բարձր ճնշման բենզանասոսը, դրանից բացի մեկ էլ փոխածա downpipe-ը, այսինքն կատալիզատորները հանվել է, տեղադրվել է downpipe։ Փոխածա կառոպկի ծրագիրը արածա XHP, մենք համարվում ենք իմիջիալուց XHP-ի օֆիցիալ ներկայացուցիչը Հայաստանում։ Այդ դառաբոտկեքը, որը արած այս ավտոյի վրա, սոֆթը նաև արածա սովորական բենզինային վառելիքով, որովհետև մեր նպատակը այսօր ստանանք շատ արագ բենզինով մեքենա։ Ստանանք այնց ռեզուլտատ, որը որ քաղաքում ամենուր կարելի է օգտագործել ու նաև լինել շատ արագ։ Հիմա տեղափոխվենք մեր սիրած X-Wire-ը ու տենանք ինչ ռեզուլտատ ենք ստանում։ Եկանք հասանք X-Wire։ Իմիջիալուց ասեմ, որ մինչև եկանք հասանք ստեղ, աշը մեզ նորություններ տվեց։ Մենք փաստորեն ունենք նաև սպիրտի առանձին soft, որը որ այս պահին իր մեջ չի, հիմա իր մեջ սովորական բենզին է, մենք այս բենզինով էսա մի հատ չափելու ենք, տենանք ինչ ենք ստանում բենզինով, բայց հետաքրքրության համար ամեն դեպքում մի հատ է սպիրտով կչափենք վերջում, գնանք չափենք, ցույց տանք ռեզուլտատները, գնացինք։ Ես ոնց որ միշտ չեմ ուզում նայեմ ցուցանիշները 3-4 հատ կքշենք լավագույն տարբերակը իմիջիալուց դուք տենալու եք արդեն ես էլ չեմ տենում բենզինի ծրագիր նշված կոնֆիգով առաջի զամեր Թիվը տեսակ, ոնց որ ասում են, ես էլ չեմ տեսել։ Մի քիչ ավտոն ճռում է։ Գնացինք մի անգամից երկրորդ զամերն ենք անում։ Արագ-արագ իրար հետևից չափում ենք, հետո գնանք տենանք ինչ ենք ստացել։ Երկրորդ զամեր գնացինք։ Երկու հատ զայես դուն ենք արդեն, անկեղծ ասեմ շատ հետարքիր է ինչ թվեր է, բայց դեռևս չգիտեմ, դուք արդեն ինձնից շուտ իմացել եք, ինչ էլ որ լինի, ամենայն դեպս ինձ թվում է, որ կարանք ավելի լավ արդյունք ցույց տանք մի հատ էլ սպիրտի ծրագրով, բայց հիմա անում ենք հələ որ բենզինով երրորդ զայեսը գնացինք։ Ավտո կա, իրականում դեմներս շատ ավտոներ են, դրա համար ռիսկի չենք դիմում, հիմա գնանք պտտվենք ակրաստ ընթացքում եք չեն ավտոն հովանա, մի հատ էլ հետ գալուց կչափենք ու ինձ թվում է բենզինով ծրագրի համար հերիք է։ Ուրեմն մինչև պտտվեցինք, ես զանգեցի աշին, մի քիչ խորհրդակցեցի իր հետ, դե բնականաբար ռեզուլտատներ արդեն տեսա, ամենայն հավանականությամբ մի հատ էլ հենց տեղից, հեսա մի հատ է բենզինով ավելի ճիշտ կչափենք, հետ գնալուց մի հատ ընդհանրապես բենզինով նորից չափում ենք, ուղղակի ուզում հասկանամ կա հնարավորություն գոնե 4-ից իջնելու, թեկուզ 3.9 մի հատ։ Եթե ստացվի շատ լավ է, եթե չէ, սոֆթը կփոխենք մի հատ էլ սպիրտի ծրագրով, մի անգամից սպիրտով է կչափենք ստեղից մինչև այնտեղ ու վերջնական արդյունքը արդեն համ սպիրտի, համ սովորական բենզինով վառելիքի դուք կտենաք։ Երրորդ զամեր ենք անում, առաջ երկու զամերները ոնց տեսակ ստաբիլ 4-0, հիմա նպատակը գոնե 3.9 գնալն է, տենանք կստացվի թե չէ, եք մի անգամից ստեից էլ հենց
Լավ արա, ոչ մի ձև չենք կարում, փաստորեն իշնենք այդ իրեք։ Լավ, ինչ որ այա, չի ստացվում, կարող է դաժե մեկ չել իմ քշելուց է։ Ինչ որ այա, փոխում ենք հիմա soft-ը, գցում ենք սպիրտի ծրագիր, մի հատ է սպիրտով ենք քշում, տենանք տարբերությունը ինչքան կտա։ Ուր է ռոստը։ Այսինքն էքստրեմալ պայմաններում Զարյատկեն նստեց մեր հեռախոսի ստիպած նկարում ենք ուրիշ հեռախոսով սպիրտը լցրել ենք, ծրագիրը լցրել ենք, բայց պետք է որ այդ սպիրտը խառնվի բենզինի հետ։ Դրա համար հիմա ստեղից պարզա չենք չափելու, հեսա մատ կգնանք, կպտտվենք, կգանք նույն տեղը կկանգնենք, այդ ընթացքում սպիրտն ու վառելիքը կխառնվեն իրար, այդ ընթացքում սպիրտ ու բենզինը կխառնվեն իրար ու նորից սկսենք չափել։ Ասեմ որ 4 վայրկյան, մենք իջել ենք 5 վայրկյանից կարելի ասել։ Այսինքն այս ավտոյի կոնֆիգը ընդամենը downpipe ու մի հատ բարձր ճնշման բենզանասոսով մենք ուղիղ մի վայրկյանի տարբերություն ենք ստացել 0-100-ը, գնացինք։ Ուրամեր ենք անում սպիրտի ծրագրով, տենանք ինչ կլինի։ Էլի ոնց որ միշտ դուք տենալու եք ռեզուլտատը, ես դեռևս ոչ։ Ճիշտը որ ասեմ, AC տակ մի քիչ դուրս չի գալի, շատ ուշ է փոխում, դրա համար այս անգամ երևի դաժե մանուալ կփոխեմ, ես փորձեմ ինչքան հնարավոր է լավ փոխեմ ստորոստը, դրա հաշվին էլ կարող եմ։ Ամեն դեպքում ավտոնիմը չի 4 վայրկյանը, ինքը արդեն շատ լավ ռեզուլտատ է, բայց հետաքրքրության համար պետք է մի հատ է սպիրտի ծրագրով զամերանելը, ինձ թվում է վառելիքն էլ արդեն լավ խառնվել է, կարան գնանք հենց տեից է ուզում ստարտ անենք։ Կարանք անջատենք, չէ, որ չկանգարի։ Գնացինք։ Շատ ջռած ու սկորուստը շատ ուշ փոխեցին։ Գնացինք։ Вообще ուրիշ ձևակերպ տղամարի ես տարբերությունը մի անգամ իջացրեց, որ ճիշտ ասեմ, դաժե չէի հավատում, որ խփին կարա։ Լավ արա, չէ, բայց однозначно, ես դաժե մինչև այս TV իմանալը ես արդեն մինչև դաժե այս TV իմանալը ես արդեն զգացի, որ ավտոն 0.5 վայրկյանի տարբերություն է տալի ընդամենը վառելիքի սենց ասած որակը, որովհետև մենք հիմա մինչև այս բակ շում ենք սովորական պրեմիումով 8.7 մի վատասրո 8.7 վայրկյան գնացել ենք 100-200-ը, որը որ ֆանտաստիկ իրականում էս ավտոյի համար, չէ բենզինը հարց է լուծում դե միանշանակ։ Հիմա մի հատ էլ չափենք համոզվելու համար, որ այդ միանգամվա ռեզուլտատ չի։ Մի խոսքով ոնց տեսակ արդյունքները իրականում շատ ուրախալի էր, որովհետև ես սպասում էի բնականաբար որ լավ արդյունքներ լինելու, բայց որ անկեղծ ասեմ 3.4 դաժե չէի հավատում, ոնց տեսակ մենք 3.4 էլ ենք գնացել, 3.4 այդ ամենալավագույն ռեզուլտատն է եղել, գնացել ենք 100-200-ը 8.7 վայրկյան, գնացել ենք կվոտորը 11.3 վայրկյան, որը որ ամենայն անկեղծության մասում այս կոնֆիգով այս ավտոյի համար շատ արագ է։ Մենք մի քիչ խորհրդակցեցինք Աշոտի հետ, ճիշտը որ ասեմ, ամեն դեպքում Աշի իր կարծիք ասեց, որ հնարավոր է էլ ավելի լավ գնալ, կարանք մի քիչ էլ երևի ես սենց ասեմ, ինձ թվում էր ակերն էլ է մի քիչ շատ փչած, մի քիչ այսինքն այն փոքր մինիմալ դարաբոտկի հանելուց հետո ես կարծում եմ դաժե 3.4-ից էլ կարելի է ներքև իջնել ու առհասարակ կվոտորը կարելի է 11.3-ից էլ ավելի լավ թիվ ստանել։ Բայց այս սպիրտի ծրագիրը հիմա դնում ենք մի կողմ, այս ավտոյի մեջ գնում է իր բենզինային վառելիքով ծրագիրը, որով մենք ցույց տվեցինք այսօր 4 վայրկյան, չնայած դա էլ կարելի է լավացնել, բայց քաղաքային պայմաններում ես կարծում եմ այս ավտոյով կարելի է ու մի քիչ տնավարի ասած sense լավ կայֆավատ անել ու հաստատ տերը գոհ կմնա այս ավտոյից, ավելի ճիշտ արդեն գոհ է, ուղղակի իր էմոցիաները փորձում եմ ինչ որ ձևով փոխանցեմ ես ձեզ, ես ինքս գոհ եմ այս ավտոյի տված արդյունքներից,
Այսօրվա համար էլ այսքանը, մենք ձեզ ցույց տվեցինք S config-ով, սովորական բենզինով ու սպիրտով երկու տարբեր ռեզուլտատներ։ Իսկ դուք չեք մոռանում կոմենտներում գրեք, թե հետո ինչ ավտո կուզենաք էլի տենաք այս ռուբրիկայի մեջ։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն որ նայեցիք, մնաք բարով։